Պատիվ եւ արժանապատվություն, այլ կերպ ասած նամուս եւ թասիբ։ Սրանք ուղղակի բառեր չեն։ Սրանք հստակ սահմաններ են։ Սրանք սահմաններ են, որոնք երբևիցե գրված չեն եղել որպես օրենք, բայց օրենքից ավելի ուժեղ են կարողացել պահել հասարակությունը։ Պատիվն ու արժանապատվությունը գործել են այնտեղ, որտեղ վախերը չեն կարողացել փարատել։ Պատիվը նշանակում է, որ դու պատասխանատու ես։ Արժանապատվությունը նշանակում է, որ դու չես վաճառվում, չես ծռվում, չես դավաճանում արժեքները։ Դա է շարունակ հենց այս ներքին օրենքներն են զսպել հակասոցիալական վարքագիծը։ Ոչ թե պատիժը, ոչ թե վերահսկողություն, այլ ամոթ, այլ խիղճը։ Իսկ այսօր մեզ ասում են, որ դա հին է։ Դա անցած դարի մտածողություն է, թե աշխարհը փոխվել է, սահմանները պիտի ավելի թեթև լինեն, բայց երբ մարդը կորցնում է ներքին սահմանները, սկսվում է քայքայումը։ Երբ հասարակությունը դադարում է ամաչել, սկսվում է անկումը։ Ազգը չի կործանվում միայն պատերազմներից, ազգը կործանվում է նաև ներսից։ Երբ պատիվը դառնում է ծիծաղելի, երբ արժանապատվություն դառնում է անհնար։ Եթե մարդը չի հարգում իր խոսքը, նա չի հարգելու իր երկիրը։ Եթե նա պատրաստ է վաճառել իր սկզբունքները, վաղը պատրաստ կլինի վաճառել հայրենիքը։ Սա ընտրություն չէ, սա սահման է։ Կամ մենք վերականգնում ենք պատիվն ու արժանապատվությունը որպես ազգային հիմք, կամ պատրաստվում ենք ապրել առանց ինքնության։ Կամ մենք դաստիարակում ենք արժանապատիվ սերունդ, կամ կորցնում ենք պետությունը։ Որովհետև ազգը, որը ունի ներքին ողնաշար, չի կարող ունենալ ուժեղ պետություն։ Պատիվը թուլություն չէ, արժանապատվությունը հետադիմություն չէ, դրանք ուժ են։ Եվ եթե մենք չենք կարող այդ ուժը ունենալ, մեզ ոչինչ չի փրկել։